ստեղծագործ ժողովուրդը չի կարող ազնվական չլինել։ Մեր այսօրվա իրականությունը ցավոք սրտի նորից եմ ասում, որ ես դատավոր չեմ, ոչ մեկին չեմ մեղադրում, իհարկե, բայց այսօր հիմնական մեր ընթացքը ինքնագործունեությունն է։ Ամեն ինչի մեջ, ով ոնց ուզենա։ Ինչ բան է ազատություն։ Ազատություն նշանակում է, որ դու ինչ ուզում ես անել պետք է անես։ Շատ վատ բան է ազատությունը, եթե նա իրեն սահմանափակելու միջոցները չունի։ Այնպես որ երաժշտական ճաշակը ձևավորելու համար անպայման մենք պետք է կարողանանք մեզ ինքներս ասել, չի կարելի այդպես։ Ինչ է նշանակում, որ թուրքական էլեմենտներ են մտնում մեր երաժշտության կազմի մեջ։ Ինչ է նշանակում 10-12 տարեկան երեխաներին բեմի վրա բեմադրությունների մեջ այնպիսի շարժումներով ցույց տալ, որը նույնիսկ չեմ էլ կարող նկարագրել։ Ինչու առարկայությունը, ինչու ցուցադրականությունը դարձան մեր չափանիշները առօրյա կյանքի։ Ինչի միթե մենք չենք մտածում, մենք ուզում ենք սահմանները պահպանվի մեր սահմանները ներսում պետք է պահպանվենք։ Մեր միասնության սահմանները պետք է կարողանանք գտնել, որպեսզի ամեն մարդ մեղադրողը չլինի։ Եթե բանուն ես ասելու վերկաց միացիր եւ ասա, եւ ոչ թե մեղադրի ինչ որ մեկին, որ չգիտես թե ինչու ես դու իրան մեղադրում։ Ինչու ես մեղադրում։ Կարող ես օգնել։ Ես չէի պատկերացնում, որ իմ ժողովուրդը կարող է այդքան հեշտությամբ փնովելու բան ձեռք բերի։ Ամեն մարդ իր ուրիշի մասին սկսի վատ խոսել, չես վատ խոսում, բայց ուրիշն էլ քո մասին սկսի խոսել։ Մենք ոչ թե իրար մասին վատ խոսենք, այլ վատ խոսենք դրա համար, թե ինչը մեզ մոտ չի հաջողվում։ Իսկ կարող է հաջողվել, եթե ունենք գաղափար լեզուն մաքուր պահելու։ Երաժշտական ճաշակը պահպանելու ինչ է նշանակում հեռուստատեսությունը իր հաղորդումների մեջ աչու ձախ ինչ անճաշակ բաներ ասես հաղորդում է չէ որ ամենալսելի դաշտը հեռուստացույցն է չէ որ գաղափարով ես դու բիզնես ես սա մենակ կնշանակի քո շահերի համար է սա միայն չեն մտածում երկար ինչու չենք մտածում ով է օգնելու մեզ մտածել գաղափարը Այս մեզ հարկավոր է ազգային միասնության գաղափարը ձևավորել, որ ցավոք սրտի մեզ երբեմն դրա բացակայությունը դնում է տարբեր դաշտերի մեջ, որտեղ վտանգված է ոչ միայն մեր երեխաների ճաշակի հարցը, այլև մեր լեզվի ճաշակի մաքրության հարցը եւ մեր հայրենիքի այսպես պաշտպանված լինելու հարցը։ Պարոն Ամիրխանյան, գանք մի քիչ առօրյական հարցերի շատ կարևոր բաների մասին խոսեցիք ու մտորելու առիթ է տալիս իսկապես։ Ձեր առօրյան ինչպես է անցնում։ Դուք պատկառելու Դաշնամուրի մոտ փողոց դուրս քիչ դուրս գալ, որպեսզի փողոցում ես չտեսնեմ իրար մեր ժողովրդական տրամադրությամբ քայլող հայ մարդուն եւ օտարներին, որոնք մեզ վերևից են նայում, ես չեմ ուզում փողոց դուրս գալ։ Ես չեմ ուզում հայ մարդուն մեկը մյուսից հեռացած տեսնել։ Եթե մենք բոլորս միմյանց հանդեպ այսպես մեկուսացված եւ մեր ժողովրդական տրամադրությամբ ենք, բայց ոնց մենք հույս ունենք, թե ամերիկաներ, անգլիաներ եւ այլը գալու են մեր կողքին կանգնեն մեզ պաշտպանելու համար։ Եթե մենք իրար չենք փորձում միասնական լինել։ Ես դաշնամուրի մոտ եմ, լեցուն նոր ստեղծագործություններ են, վերջին երգերից մեկը Արծվաթև երազիմ երգն է, որ երգող դիմում է արծիվին, որ դու կանգնած ես հիմա քարափի ծայրին եւ շուտով պիտի մեկնես ճախրես դեպի հերուները, երկինքներն ի վեր, ինչ երազներ են քեզ տանում դեպի այդ հերուները, ինչն է քեզ այդքան կանչում դեպի երկինքը, դեպի հերուները, իսկ երկրորդ քառակի մեջ ասում է խնդրում եմ քեզ, եթե կարող ես դու ինձ քեզ հետ տար, ես էլ ճախրեմ քեզ հետ դեպի հերուները, գուցե այնտեղ հերվում ինձ հաջողվի գտնել իմ կորցրած սիրուն։ Հետաքրքիր է ու Այո, Արծվաթև երազիմ երգ։ Ինչ ծրագրեր ունեք այս Ծրագրերը կախված են նրանից, թե մի կողմից ինչը կուզենայիր, որ դու կարողանայիր իրագործել, եւ մյուս կողմից կախված է նրանից, թե ինչ ռեալություններ կան այդ ծրագրերը իրագործելու։ Ես օրինակ ունեմ գրած աշխարհի լեզուներով գրված նովելներ, որ աշխարհի ինձ մոտ հյուր էին բժիշկներ,
աշխարհի տարբեր երկրներից եկած, ինձ մոտ չէ, Հայաստան են եկել, որպեսզի ուսումնասիրեն էպիդեմիաների ընթացքը, հնարավորությունը Հայաստանում, եւ ես իրանց հրավիրել եմ գյուղ, տարել եմ դաշնամուրի մոտ, նստել եմ նվագել, իրանք ոգևորվել են շատ եւ հետո վերջում ասել եմ, որ կվերադառնաք ձեր երկրները, խնդրում եմ ուղարկեք ձեր երկրների լավագույն բանաստեղծությունները, ինչ որ դուք շատ սիրում եք։ Եվ ուղարկեցին։ Ես չէի հավատում։ Ուղարկեցին Կանադայից, ուղարկեցին Իտալիայից, շվեդները, ֆինը, չեխը, ուր ասես, ովքեր որ կային այդ հանդիպման ժամանակ։ Եվ ես նրանց բոլորի վրա գրել եմ ստեղծագործություններ, սկսած լատիներենից, հին իտալերենը եւ մինչեւ ճապոներեն։ Դրանք տարբեր ստեղծագործություններ, իմ իդեան ինչն է, համերգ անել, հավաքել դեսպաններին մեր տարբեր երկրների, հրավիրել այդ համերգին, որ մեր երգիչները երգեն այդ երգերը իրենց լեզուներով եւ նրանք տեսնեն, որ Հայաստանը չի կարելի համեմատել իր կողքի երկրների հետ, որ այստեղ գոյություն ունի բոլորովին այլ մեծածավալ գոյության, ավելի մեծածավալ, քան թե քո երկրի սահմանները։ Նայեք, պատմական շրջանները Հայաստանի շատ մեծ տարածքներ են ունեցել։ Մեր վստահությունը մարդարացի հանդեպ, մեր մեղմությունը նատուրաների, մեր բարիությունը եւ առարկայություն չսիրող մեր հատկությունները բերել են նրան, որ մենք դեռ չեն կարողացել կանգնել մեր երկրի մեջ։ Նայեք, մեր ժողովուրդը ինքը նախահարցակ իր տարբերություն հարևանների մեր, իր նախահարցակ հատկություններ չունի։ Երբ հայոց բանակի հիմներքը իմ երկն է երազիմ երկիր հայրենին, որի ռիթմը բոլորովին նման չի քայլերքի ռիթմին։ Քայլերքը զույգ թվային ցուցանիշներով է շարունակում 1, 2, 3, 4 քայլեց։ Իսկ մեր երազիմ երկիրը շարժվում է 3 չափանիշներով։ Ինչու՞, որտեղ հայ մարդու հատկությունը նախահարցակ հատկությունը չէ, որ գնա ուրիշի տուն ավերի իր բարիքները ստեղծելու համար։ Դրա համար նա կարող է սիրո երգը նույնպես լինել իր բանակի հիմներքը։ Ես հիմա մի ստեղծագործություն ավարտեցի, որը գրել եմ ամերիկյան գրող Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգստոն ճայը։ Այդ թեմայով, հա։ Ես գտա դրա երկրորդ խորագիրը ինքս որոշեցի։ Գիտեք, որ ճայի այսպես նկարագիրը կառուցված է նրա վրա, որ ճայը ոչ թե ամեն առավոտ փնտրում է ուտելիք կամ ինչ-որ ուրիշ բան իրեն հետաքրող, այլ ամեն առավոտ խնդիր ունի այսօր ճախրել ավելի, քան թե 3։ Եվ ինձ մոտ ծնվեց դրա երկրորդ վերնագիրը, որ կոչվում է այսօր ավելին, քան թե 3 եւ պակաս, քան թե վաղը։ Այդ ստեղծագործությունը հենց հիմա մի քանի րոպե առաջ, մի ժամ առաջ ես վերջացրեցի եւ շուտով այն դաշնամուրի համար ստեղծագործություն է, միգուցե նաեւ նվագախումբ կլինի։ Մայստրո, ես վստահ եմ, որ Մուսայի մասին հարցին դուք տասնյակ անգամներ եք պատասխանել, բայց հետաքրքիր կլիներ իմանալ, Մուսան ավելի հաճախ երիտասարդ տարիներն է գալիս, թե երկրորդ շնչառության հետ, թե տարիքի հետ ավելի, դուք ասացիք, որ հենց նոր եք ստեղծագործություն ավարտել, այսինքն բուրըն ստեղծագործական նաև էտապում եք։ Մուսան որտեղից եք գտնում։ Իսկ ինչ բան է մուսա։ Ներշնչանքը։ Ներշնչանքը ինչից կարող է գալ։ Ներշնչանքը կարող է, գիտեք, երբ նկարիչը բնության գրքում նկարում է այս կամ այն տեսարանը, նա ոչ թե նկարում է այդ տեսարանը, այլ նա նկարում է այն ինչ որ ինքը տեսնում է այդ տեսարանի մեջ։ Եվ նրա ներշնչանքը եթե չլինի, այդ տեսարանի արտացոլանքը չի ունենա այն ոգեշունչ, այսպես արտահայտչականությունը, ինչը որ կարող է ծնվել իր ներշնչանքի եւ հիացումի միջոցով ստեղծած ապրումների արդյունքով։ Չէ՞ որ բնության նկարների մեջ շատ հաճախ արդեն առարկայական ճշգրիտ կրկնողությունը ժամանակի ընթացքում փոխարինվեց խորհրդանշական, սիմվոլիկ ծառը նկարելը չի նշանակում նրա բոլոր տերևները տեղ ներկայացնել։
Դու կարող ես այնպես նկարել այդ ծառը, որ նա իր կերպարով շատ նման լինի բնության, բայց նրանից տարբերվի նրանով, որ իր մեջ հավաքագրել է սիմվոլիզմը, նա դարձել է մի տեսակ ուրիշ առարկայական այսպես բովանդակություն ունեցող բան երևույթ, որը այնուամենայնիվ կրկնում է տպավորական քո հանրագումարները, քո ներսում ինչ որ գոյանում են։ Դու կարողանում ես փոխանցել։ Շատ հաճախ մարդուն ճշգրիտ չեն նկարում դիմագծով, բայց դու տեսնում ես, որ այս մարդու կերպարն է իր մեջ, հա։